Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Հանգստյան օրերին Իսլամաբադում տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո Միացյալ Նահանգները հայտարարել է, թե սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Դոնալդ Թրամփի այս հայտարարությունից հետո նավթատար տանկերները զանգվածաբար փոխում են երթուղիները։ Բացի այդ, հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Աբրահամ Լինքոլն ավիակիրը մտել է Օմանի ծոց եւ դիրքավորվել Իրանի ափերից մոտավորապես 200 կիլոմետր հարավ։ BBC-ի փոխանցմամբ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ավիակիրը այսքան մոտ է Պարսից ծոցին Իրանում ԱՄՆ ռազմական գործողություններ սկսելուց ի վեր։ Հարվածային խմբի մեջ են մտնում նաև 2 կառավարվող հրթիռային ականակիրներ, իսկ ԱՄՆ միջուկային շարժիչով Ջորջ Բուշ ավիակիրի հարվածային խումբը մտել է միջերկրական ծով եւ Մերձավոր Արևելք կհասնի 4-ից 6 օրվա ընթացքում։ Միաժամանակ շրջափակումը սկսելուց կարճ ժամանակ անց Թրամփը սոցիալական ցանցերում զգուշացրել է, որ իրանական ռազմանավերը, որոնք կմոտենան ԱՄՆ շրջափակմանը, կոչնչացվեն արագ ու դաժան հարվածով։ Թրամփը նշել է նաև, որ Իրանը երկուշաբթի օրը կապի մեջ է եղել եւ ցանկանում է համաձայնագիր կնքել։ Նա ընդգծել է, սակայն, որ հավանություն չի տա որևէ համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին միջուկային զենք ունենալ։ Իրանը միջուկային զենք չի ունենա Սպիտակ տանը, լրագրողներին ասել է Թրամփը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտնում է, որ առաջիկա օրերին կարող է ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ տեղի ունենալ։ Պարբերականը նշում է, որ չնայած Վաշինգտոնի եւ Թեհրանի փոխադարձ սպառնալից հայտարարություններին, հետագա դիվանագիտության դուռը բաց է մնում եւ երկու կողմերը կարող են եւս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Axios պարբերականը նույնպես հղումանելով իր աղբյուրներին հաղորդում է, թե Պակիստանը, Թուրքիան եւ Եգիպտոսը կշարունակեն կապերը Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ հրադադարի ժամկետի ավարտից առաջ առաջիկա օրերին բանակցությունները վերսկսելու համար։ Պորտալը նշում է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը Պակիստանում չկարողացան համաձայնության գալ միջուկային հարցերի ու պատժամիջոցների սահմանափակումների վերաբերյալ։ Միացյալ Նահանգները պահանջել է, որ Իրանը սառեցնի ուրանի հարստացման ծրագիրը եւ հրաժարվի բարձր հարստացված ուրանի պաշարներից, իսկ Իրանը իր հերթին պնդել է, որ Միացյալ Նահանգները ապասառեցնի Իսլամական Հանրապետության ակտիվները։ Ամերիկացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնությունը դեռ կարելի է հասնել, եթե վերջինս ցուցաբերի ավելի մեծ ճկունություն եւ ճանաչի, որ Իսլամաբադի առաջարկը լավագույնն է, որ կարող է ստանալ։ Այս ամենի հետ մեկտեղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է նոր դաշնակիցներ ներգրավել Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում, սակայն Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվում են միանալ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ չնայած ճնշմանը Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի հետ պատերազմի մեջ եւ չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ես կարծում եմ, որ կարևոր է, որ նեղուցը բաց լինի եւ լիովին բաց, ահա թե ինչի վրա ենք մենք կենտրոնացել մեր բոլոր ջանքերը վերջին մի քանի տարիների ընթացքում եւ կշարունակենք անել, ասել է Սթարմերը։ Իսկ Ֆրանսիան հայտարարել է Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցը լուծելու իր պատրաստակամության մասին միայն պատերազմից հետո։ Ֆրանսիան չի աջակցի Հորմուզի նեղուցով նավագնացության ապաշրջափակմանն ուղղված որևէ ռազմական գործողության, այդ թվում նեղուցում ականազերծման ԱՄՆ կոչին մինչև իրանական հակամարտության ավարտը։ Այս մասին LCI հեռուստաընկերությանը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ Բենջամին Հադդադը։ Մենք հանձնառու ենք մերձավոր արևելքում լարվածության թուլացմանը եւ բանակցություններին մենք պետք է գտնենք դիվանագիտական մոտեցում Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու համար, իսկ հետո ռազմական գործողություններից հետո ապահովենք Հորմուզի նեղուցում նավարկության բացումն ու ազատությունը։ Եվ դա կլինի ոչ թե ռազմական գործողությունների ժամանակ, այլ պատերազմից հետո, ասել է Հադդադը։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչները երեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպեն Միացյալ Նահանգների միջնորդությամբ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար։ Լիբանանյան Հզբոլլա շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղյալ հայտարարել բանակցությունները նախքան դրանք սկսելը, դրանք որակելով անօգուտ։ Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլան հարձակվեց Իսրայելի վրա, ի պատասխան Միացյալ Նահանգների եւ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության։ Հեզբոլլահի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային ու օդային նոր հարձակմանը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, ինչպես նաև Բեյրութում Միացյալ Նահանգների դեսպանը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել էր Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել, կենտրոնանալով Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահի զինաթափման վրա։ Իսրայելի վարչապետի հայտարարությունից մեկ ժամ առաջ էլ Լիբանանի նախագահն էր ասել, որ Լիբանանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հասնելն է, որին կհաջորդեն նրանց միջև ուղիղ բանակցությունները։ Եվ այս պահին զրուցելու եմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, խնդրեմ, հաճելի։ Եվ այսպես, պարոն Մինասյան, մենք այս ընթացքում ուրեմն անընդհատ խոսում ենք Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին եւ հիմա, երբ այսպես ասած երկշաբաթյա դադարի մասին էին կողմերը հայտարարել եւ չստացված բանակցությունների, հիմա այս փուլում ինչպես է գնահատում լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև արդեն նաեւ ուրեմն Հորմուզի նեղուցի շրջափակման հետ կապված ինչ իրավիճակ ունենք եւ ինչի կհանգեցնի սա, համեցեք։ Ճիշտ է, որ պատերազմ այդ իմաստով չկա, այսինքն ռմբակոծություններ չկան, բայց իրավիճակը լարված է մնում եւ Իսլամաբադում կայացած հանդիպումը որևէ արդյունք չտվեց, բայց մյուս կողմից այսօր առավոտյան պարզ դարձավ, որ դեռ շարունակվում են բանակցությունները, այսինքն այնպես չէ, որ բանակցությունները ավարտվել են։ Ամերիկյան կողմը ասում է, որ դեռ Իրանից նորից առաջարկների է սպասում, փոխանցել է իր կարմիր գծերը եւ սպասում է Իրանի, այսպես ասենք, պատասխանին։ Մյուս կողմից կարծես թե Իրանի ներսում արդեն ինչ որ խմորումներ կան այն մասին, որ ամենայն դեպս պետք է գնալ բանակցությունների եւ բանակցությունների գնալը ավելի լավ է, քան պատերազմ։ Այսօր առավոտյան, եթե չեմ սխալվում, Իրանի կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, վերլուծություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Իրանին 12 տարի պետք կլինի, որպեսզի պատերազմի հետևանքները չեզոքացնի եւ վերադառնա, այսպես ասած 2005-6 թվականներին։ Առայժմ իրավիճակը այսպես է, բայց Հորմուզի նեղուցում երևի այսօր պարզ կլինի, որովհետեւ իրանական կողմը ասում է, որ դեռ փայք է պահում, իսկ ամերիկյան կողմը պնդում է, որ կարողացել է ռազմական ուժով կամ ուժի կիրառմամբ կարողացել է բացել։ Երեք կարծեմ Տրամպը հայտարարեց, որ արդեն 30 նավթատար է այնտեղից անցել եւ դա համեմատելով նախորդ օրերի հետ հայտարարել էր, որ շատ բարձր, ամենաբարձր թիվն է այս օրերի ընթացքում նավերի, որոնք անցել են Հորմուզով։ Սպասենք այսօր, տեսնենք, եթե շարունակվի այդ նավագնացությունները, ուրեմն կարելի է վստահ ասել, որ Հորմուզի նեղուցը արդեն բաց է։ Իդեպ Իրանը փոխհատուցում է պահանջում տարածաշրջանային 5 երկրներից, քանի որ դուք նշեցիք ըստ էության 12 տարի պետք կլինի այդ ուրեմն հասցված վնասները փոխհատուցելու, խնդիրները շտկելու համար, ինքը փոխհատուցում է պահանջում տարածաշրջանային 5 երկրներից, ներառյալ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Հորդանան։ Եթե պահանջում է, ինչ կարող է անել այս երկրները, ինչպիսին կլինի առհասարակ նրանց արձագանքը։ Դե իրենք Ամերիկայից են ինչ որ բաներ պահանջում, ես կարծում եմ, որ իրենք ավելի շատ փորձում են, որ նախաձեռնությունը իրենց ձեռքում պահել այդ քայլերով, քանի որ միշտ արաբներն են եղել, որ այսպես ասած այդ հարցը բարձրացրել են, որ Իրանը պետք է փոխհատուցի, քանի որ Իրանն է ընդհանրապես
ռմբակոծել իրենց երկրները եւ իրենք պատասխան չեն ցույց տվել, ամերիկյան կողմն է պատասխանել եւ Իրանն էլ պատճառաբանելով թե այդ երկրները իրենց տարածքները տրամադրել են Ամերիկային փորձում է հակընդդեմ հայցով այսպես ասած ներկայանալ եւ պահանջել փոխհատուցում չեմ կարծում որ երկուսից այսինքն երկու կողմերից որևէ մեկն էլ կարողանան ինչ-որ բան ստանալ Լավ, պարոն Մինասյան, ձեր գնահատմամբ ինչն է հիմնականում այսպես խանգարում, հա, կողմերին վերջնական համաձայնության հասնելու համար։ Եվ որքանով է հնարավոր, արդեն իսկ խոսվում է, որ հաջորդ հանդիպումն էլ հնարավոր է տեղի ունենա մասնավորապես դարձյալ Իսլամաբադում, այդ ուրեմն անհաղթահարելի խոչընդոտները որքանով են հնարավոր հաղթահարել այս ընթացքում։ Տեսեք, երկու կետի մասին, ինչքան որ աղբյուրները ասում են, երկու կետի մասին համաձայնություն չի կայացվել, դա եղել է Իրանի ատոմային ծրագրից հրաժարվելը եւ հարստացված ուրանի, այսպես ասած, Իրանից հանձնելը, հիմա թե ում կհանձնի, դա արդեն բանակցությունների թեմա է, որտեղ ռուսական կողմը նաև ցանկություն ունի, որ այդ ուրանը ինքը ստանա, ամերիկյան կողմը նույնպես ցանկություն ունի, բայց կարևոր հարցը այն է, որ Իրանը արդյոք ուզում է այդ 400 կիլոգրամ հարստացված ուրանը հանձնել թե ոչ, եւ դրա մասին է, որ համաձայնության չեն եկել, նաև իրանական կողմը այսօր առավոտյան պարզ դարձավ, որ համաձայնվել է 5 տարով հետաձգել իր ատոմային ծրագիրը, այսինքն 5 տարի ատոմային ծրագիրը չհետապնդի եւ չզարգացնի ատոմային ծրագիրը, ինչին կարծես թե ամերիկյան կողմը չի համաձայնվել։ Այս երկու կետի շուրջ եթե լինեն փոխըմբռնում, ես կարծում եմ, որ բանակցությունները ավելի արագ եւ ավելի լավ ընթացք կստանա, բայց մյուս կողմից պետք է նկատի ունենանք, որ իրանական կողմը 37-40 տարի իր հասարակությանը համոզել է, որ նրանք պետք է զրկանքներ կրեն, որպեսզի ինքը կարողանա ատոմային ծրագիր ունենա, կարողանա ատոմակայան ունենա եւ կարողանա թշնամուն, այսպես իրենց ասածով, թշնամուն կանգնեցնել, ասենք Լիբանանում կամ Սիրիայում, ինչը պատմությունը ցույց է տվել, որ չեն հաջողել եւ հիմա հասարակությանը ասել, որ 40 տարվա ձեր զրկանքները անտեղի են եղել, մի քիչ հեշտ գործ չի եւ ես կարծում եմ, որ ներքին խնդիրը հիմնականում հենց դրա մասին է, որ ինչպես ենք բացատրելու հասարակությանը, որ 40 տարվա իրենց կրած զրկանքները եւ այլն անարդյունք են եղել։ Ես կարծում եմ այս շաբաթվա ընթացքում արդեն Իրանի ներսից կլսվեն, այսպես ասած, կոչեր այն մասին, թե ինչ զիջումների կարելի է գնալ եւ այդ զիջումների սահմանը որտեղ է։ Իսկ առհասարակային ուրեմն տեսակետները, որ եթե օրինակ հրադադար լինի թեկուզ երկշաբաթյա, հնարավոր է Իրանի ներսում ներքաղաքական որոշակի կամ ուրեմն հասարակության մոտ որոշակի այսպես բողոքի ցույցերի տեսքով ուրեմն ականատես լինեն գործողությունների, դրա հավանականությունը որ չափով է, որքան էլ փակ է տեղեկատվությունը, պարոն Մինասյան, ձեր գնահատմամբ, որքանով է դա առհասարակ հավանական, հաշվի առնելով այն սոցիալական լուրջ խնդիրները, որոնք այսօր առկա են Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Դե այդ սոցիալական խնդիրները այնպես չի, որ լուծվել են եւ անընդհատ ավելանում են խնդիրները եւ գործազրկության մակարդակը սարսափելիորեն մեծացել է, երբ ինտերնետը չի աշխատում, եթե չեմ սխալվում, ասում էին, որ 11 միլիոնի չափ բիզնես, որոնք աշխատում էին ինտերնետով, մնացել են անգործ եւ գնալով շատանում է եւ կառավարությունն էլ արդեն
ըմբռնել է, որ դրանց լուծման համար լուրջ քայլեր պետք է անի եւ միայն խոսքով չի լինի բավարարվել։ Բողոքի ալիքներ միշտ էլ կան Իրանում, այնպես չէ որ ասենք որ դադարել են, բայց նաեւ պետք է նկատի ունենալ, որ հասարակությունն էլ եւ պատերազմից հետո եւ այս ծանր տնտեսական իրավիճակում կարելի է ասել, որ հոգնած է եւ ուժ չի մնացել հասարակության մեջ, որ դեռ կարողանա բողոքի ակցիաներ անել։ Մյուս կողմից եւ Թեհրանում եւ մեծ քաղաքներում շատ ուժեղ ռազմականացված իրավիճակ է եւ պահապանների կորպուսը տանկերով եւ գնդացիրներով փողոցներում է, ինչը նաեւ հասարակությանը վախեցնում է բողոքի ակցիաների դիմելու։ Ձեր գնահատմամբ, պարոն Մինասյան, այս բանակցությունները հաշվի առնելով ամերիկյան կողմի կոշտ հայտարարությունները եւ իրանական կողմի, որքանով են փակուղային, թե դեռ կարելի է ուրեմն արդյունքներ գրանցել առաջիկայում սպասվող այդ հանդիպումներից։ Պետք է հույս ունենալ, որ դրա արդյունքներ կգրանցվեն, բայց ես կարծում եմ, որ փակուղային է, քանի որ իրանական կողմը ցույց է տվել, որ ինքը բանակցելու ունակություն չունի եւ միշտ բանակցելը փորձել է նրա համար, որպեսզի ժամանակ ձգի։ Սա այն կարևոր կետն է, որ Տրամպը կարելի է ասել ըմբռնել է եւ Տրամպը շատ հստակ է ձևակերպում իր պահանջները եւ իր կարմիր գծերը, որպեսզի Իրանին թույլ չտա խուսանավելով այսպես կոչված բանակցությունների իմիտացիա անել։ Համենայն դեպս պետք է հույս ունենանք, որ բանակցությամբ ամեն ինչ կավարտվի, բայց ես չեմ կարծում, որ Իրանը առայժմ ունակ է բանակցելու։ Պարոն Մինասյան, Հորմուզի նեղուցի հետ կապված արդյոք ուրեմն Միացյալ Նահանգները ի վիճակի է այսպես ամբողջությամբ ուրեմն շրջափակել Հորմուզի նեղուցը, վերահսկել կամ փակել, թե սրանք լոկ հայտարարություններ են։ Տեսեք, Հորմուզի նեղուցը, այսինքն Իրանը մի քիչ շտապեց այդ խաղաքարտը բացելով եւ չէր պատկերացնում, որ նման խաղաքարտ եթե բացում է, ինչքան վնասակար կլինի իր համար, որովհետեւ ծոցի երկրները եկան միասնական հայտարարի եւ հասկացան, որ Հորմուզի նեղուցի վրա շատ հույս դնել չի կարելի մոտ ապագայում, որովհետեւ այնտեղ համենայն դեպս իրավիճակը այնպիսին է, որ ապահով չէ եւ սկսեցին ուրիշ երկել փնտրել նավթի արտահանման եւ նախապատերազմյան ծավալները, որոնք տեղափոխվում էին Հորմուզի նեղուցից, հիմա արդեն տեղափոխվում են ուրիշ տեղերից եւ անցել են, այսպես ասած, խողովակաշարերով տեղափոխման եւ Իրանը մի կողմից ձեռքից տվել է այդ խաղաքարտը, իսկ մյուս կողմից բացել է Ամերիկային ցույց է տվել իր ամենազգայուն կետը, որովհետև Իրանի եւ արտահանումը եւ ներմուծումը կատարվում է այդտեղից եւ փաստը ցույց է տալիս, որ եթե ամերիկյան կողմը ցանկություն ունենա, միանշանակ կարողանա շրջափակել եւ վերահսկել Հորմուզի նեղուցում կատարվող անցուդարձը եւ քանի որ իրանական կողմը կարելի ասել ծովային ուժերը մեծ վնասվածքներ են կրել, չեմ կարծում, որ հնարավորություն ունենան խանգարելու Ամերիկային, եթե նման ցանկություն ունենան։ Իսկ պարոն Մինասյան, առհասարակ նշում եք, որ շատ կոշտ է Թրամփի հռետորաբանությունը, այս կոշտ հռետորաբանությունը ձեր կարծիքով մինչև ուր կարող է տանել, Միացյալ Նահանգները իր գործողություններում մինչև ուր կարող է հասնել։
Տեսնում եք ամեն օր էլեկտրակայանների հարված 15-20 տարով էլեկտրաէներգիայի ձրկելու ուրեմն հայտարարություններ եւ այլն, հա, այսպիսի կոշտ հայտարարություններից հետո ինչ գործողությունների կարող է գնալ Միացյալ Նահանգները առհասարակ։ Ես կարծում եմ համենայն դեպս այն երկու հիմնական կետերը, որ Տրամպը դրանց վրա շեշտադրում է անում, մեկը ատոմային ծրագրի չեղարկումը եւ հարստացված ուրանի հանձնումը, ես կարծում եմ, որ Ամերիկան փորձելու է ամեն կերպ հասնել այդ երկու նպատակներին, բայց չի լինի ասել, որ դրանով ինքը կբավարարվի, նախապես նաեւ պահանջ էր դրվում հրթիռային ծրագրի չեղարկման մասին, բայց հրթիռային ծրագիրը Իրանում հիմա այնպիսի վնաս է հասցվել, որ կարելի է ասել չկա, դրա համար էլ այդ պահանջը չի դրվում, բայց նաև չի լինի ասել, որ ամերիկյան կողմը կամ Տրամպը այդ երկու պահանջով կբավարարվեն, եթե Իրանը որոշի, որ գնում է բանակցությունների։ Համենայն դեպս մինիմալիստական, եթե ուզենանք նկատի ունենալ, պետք է ասենք, որ այդ երկու պահանջներին Տրամպը փորձելու է հասնել կամ բանակցություններով, կամ ռազմական ուժի կիրառմամբ։ Լիբանանի հետ կապված ինչ զարգացումներ եք տեսնում, պարոն Մինասյան, ի վերջո Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչները այսօր Վաշինգտոնում կհանդիպեն ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու, որքանով է հավանական, որովհետեւ երկշաբաթյա, այսպես ասած, այս դադարի ֆոնին Բենյամին Նեթանյահուն ասաց, որ սա ուրեմն չի վերաբերում Լիբանանին։ Այո, իրանական կողմը ասում էր, որ վերաբերում է Լիբանանին եւ ամերիկյան կողմը միշտ հերքել է եւ իսրայելական կողմը միշտ հերքել են, որ հրադադարը Լիբանանին չի վերաբերում։ Այսօր առավոտյան նաեւ Հիզբուլլահն է հայտարարություն տարածել եւ ասել է Լիբանանի նախագահին, հորդորել է, որ չմասնակցեն բանակցությունների։ Կարևոր է թե այս անգամ Լիբանանյան կողմը ինչքանով ականջալուր կլինի Հիզբուլլահի հորդորներին եւ ինչքան տուրք կտա Հիզբուլլահի առաջնորդի պահանջներին, եթե բանակցությունների գնան համենայն դեպս դա արդեն ցույց է տալիս, որ երկու կողմում էլ կամք կա բանակցություններով խնդիրը լուծելու, իսկ խնդիրը միանշանակ այստեղ միայն Հիզբուլլահն է, որին Լիբանանյան կողմը ցույց է տվել, որ փաստերը ցույց են տվել, որ Լիբանանյան կողմը միայնակ չի կարող հասնել Հիզբուլլահի զինաթափման, եթե բանակցություններով կարողանան գան այն եզրակացության, որ այդ գործը Լիբանանյան եւ իսրայելական կողմը անելու են միասին, դա արդեն կլինի պատմական իրադարձություն եւ կարելի է ասել, որ դրանով իսկ վերջ կդրվի Հիզբուլլահի ռազմական թևի կյանքին։ Ինչ է կարծում այս երկշաբաթյա դադարը հնարավորություն կտա, ուրեմն հարաբերություններում կամ պայմանավորվածությունների առումով բեկում մտցնել, թե այնուամենայնիվ լրացուցիչ ժամանակ կպահանջի եւ գուցե երկարացվի այն։ Չեմ կարծում, որ երկարացվի, ես կարծում եմ արդեն երկշաբաթյա դադարի ավարտին մենք ականատես կլինենք, որ կամ բանակցությունները շարունակվում են, ինչպես այսօր առավոտյան արտահոսք կար տեղեկատվության, որ դրանք շարունակվելու են մի երկու օրից, էլի նորից Իսլամաբադում, բայց համենայն դեպս մինչև այս երկու շաբաթը նաև կարելի է մտածել, որ մինչև երկու շաբաթ, այսինքն եթե ամերիկյան կողմը իր հույսը կորցնի բանակցություններից, երբ էլ որ կորցնի հույսը կսկսի նորից ռազմական օպերացիան եւ եթե մինչև բանակցությունների ավարտը դա ռազմական օպերացիան չվերսկսվի, ուրեմն եւ համաձայնության չգան, ուրեմն գնան ռազմական լուծման երկշաբաթյա այս դադարից հետո, որովհետեւ ամերիկյան կողմն էլ ես կարծում եմ, որ ժամանակի կարիք ուներ
նորից որոշ ռազմական տեխնիկա տարածաշրջան տեղափոխելու։ Իսկ այս առումով Իրանը որքանով է սպառել իր տեխնիկան։ Չի լինի ասել ինչքանով է սպառել, համենայն դեպս Իրանը պարզ է, որ լավ վիճակում չէ, բայց դա չի խանգարում, որպեսզի իրենց կոշտ ռետորաբանությունը շարունակեն, միշտ ասել եմ, որ դիկտատորական եւ այսպես կոչված գաղափարական ռեժիմները երբեք չեն ընդունի, որ իրենք պարտվել են կամ իրենք վատ վիճակում են, որովհետև միշտ Աստված իրենց կողմն է։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Զրուցում է Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։